Հարգելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, պատմության մեջ լինում են պահեր, երբ մենք ոչ միայն պետք է ականատես լինենք, այլ պետք է գործենք և դառնանք մեր իսկ ճակատագրի կառուցողները։ Այսօր այդ պահն է։ Հայաստանը գտնվում է շրջադարձային գոտում, իսկ մեզանում կա ուժ, միտք ու կաջություն մեր երկիրը բարեփոխելու համար։ Մենք կարող ենք միավորվել և կառուցել հզոր, հարգանքի արժանի և արդար ժողովրդավարություն։ Սակայն այսօր մեր ազգը վտանգված է, իսկ մենք թուլացած ու բաժանված։ Մենք կորցրեցինք Արցախը։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այդ կորստի համար։ Մեր հայրենիքի մի մասը օկուպացված է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Մենք ապրում ենք հարձակման և մեր ինքնիշխանության փլուզման շարունակական սպառնալիքի ներքո։ Միգուցե ասեն, սա պատերազմի կոչ է, բայց արդյոք այդպես է։ Միթե այս ամենը մենք չենք տեսել մեր աչքերով ու չենք զգացել մեր մաչքի վրա վերջին տարիներին։ Արդյոք ճշմարտություն ասելը, իրական իրավիճակը տեսնել ու երաժամկետ մտածելը, պատերազմ քարոզելը։ Այս իրականության դիմադրելու փոխարեն մեր այսպես կոչված էլիտն օր ու գիշեր աշխատում է ջնջել մեր հիշողությունը, մեր ինքնությունը և մեր մշակույթը։ Նրանք ամենօրյա կառուցչության միջոցով մեզ ցանկանում են համոզել, որ հնազանդվելը խաղաղություն է, դավաճանությունը փրկություն։ Բայց սա պատրանք է, որը մեզ տանում է դեպի ավելի մեծ բարդության ու բռնապետության։ Միթե մենք դատապարտված ենք անհետացման, փանթուրքիզմի, դաժանության կամ իմպերիալիզմի զոհ դառնալու։ Միթե մեր բարդություն վերջնական է։ Ոչ։ Ուրեմն ինչ պետք է անենք։ Այսօրվա քաղաքական համակարգը հեռու է մեր ժողովրդի խնդիրներին բավարար լուծում տալուց։ Մի կողմում օլիգարխներ են ու իրենց խամաչիկներն են, որոնք թալանել ու ավիրել են հայրենիքը, իսկ մյուս կողմում պոպուլիստական ռեժիմը, որը մեզ տանում է ստեղծման և ազգային լուծարման։ Պատրաստ ենք շարունակել պարզապես մեկնաբանություններ թողնել սոցիալական ցանցերում, բողոքել տներում և այլևս ոչինչ չանել, մինչ մեր երկիրը կործանվում է։ Ոչ։ Մենք չենք կարող և չէ պետք է այդպես վարվենք։ Նախ պետք է դուրս գանք վախի մթնոլորտից, խիզախենք խոսել ճշմարտության մասին և տարածենք մեր տեսլականը։ Եթե հիմա չգործենք, հետո պարզապես ուշ կլինի։ Անկախ մեր հասարակության բևեռացումից, մենք բոլորս հայ ենք և պետք է սիրենք իրար, ինչպես եղբայրներ ու քույրեր։ Մեր իրական թշնամիներն են վախը և անտարբերությունը։ Ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ ախտահարել են այս երկու թշնամուն, այդպես էլ մենք պետք է դա անենք։ Ուստի պետք է միավորվենք և 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններին ներկայացնենք վստահելի ժողովրդավարական այլընտրանք։ Մեր պարտականությունն է նորից վերկանգնել, միավորվել, հույս վարել և մեր ժողովրդին վերադարձնել իր ուղին։ Սա յուրահատուկ և գուցե Հայաստանին նոր ուռություն տալու վերջին հնարավորությունն է։ Ահա թե ինչու ենք մենք սեպտեմբերի 21-ին մեկնարկել նոր քաղաքական շարժում ազգ առաջ։ Երրորդ ուղի՝ ժողովրդավար, ազգային և կարողունակ։ Ուժ, որոնի վիճակի է ղեկավարել երկիրը և վերակառուցել ազգը։
Աշխարհի հայերի ներուժը միավորել Հայաստանի Հանրապետության իրական կարիքների հետ։ Ազգային շարժում, որը կոչված է ուժեղացնելու մեր պետականությունը, բարելավելու ժողովրդագրությունը, տնտեսություն ու անվտանգությունը, չէ հրաժարվելով մեր ինքնությունից և արդարության իդեալներից։ Սա նշանակում է արժանահավատ մասնագետների արժանապատիվ իշխանություն, որի նպատակն է սահմանել ու պաշտպանել իրական ազգային շահերը, իրական այլ ոչ մակերեսային ժողովրդավարության իրականացմամբ։ Այո, ժողովրդավարությունը սահմանափակված չէ միայն չեկեղծված ընտրություններով, այն շատ ավելին է։ Ես Վիգեն Հովհաննիսյանն եմ, հանրային առողջության բժիշկ և ազգարաչ ազգային շարժման հիմնադիրը։ Ես 34 տարեկան եմ, ծնվել եմ Ֆրանսիայում, մեծացել հայրենասեր միջին խավի ընտանիքում։ Որոշել եմ տեղափոխվել Հայաստան ամբողջովին հայրենիքին նվիրվելու համար և այսօր ապրում եմ Երևանում։ Ես հանդիսավոր քոչ եմ անում մեր ժողովրդի ոչ կենսունակ ուժերին վեր ելնել և միասին վերակառուցել մեր հայրենիքը։ Քոչ եմ անում նրանց, ովքեր երազում են հզոր, ինքնիշխան, բարեկեցիկ և արդար Հայաստանի մասին։ Քոչ եմ անում այն երիտասարդներին, ովքեր երազում են աղքատությունից ու կոռուպցիայից զերծ ապագայի մասին։ Քոչ եմ անում այն հայ կանանց, ովքեր ցանկանում են իրական առաջընթաց իրենց կյանքում, որպես կին, մայր ու տատի։ Քոչ եմ անում ուսուցիչներին, բժիշկներին, գիտնականներին ու ձեռնարկատերերին ձևավորվել մի ազգ, որը հիմնված է գիտության, նորարարության և առաջընթացի վրա։ Քոչ եմ անում նրանց, ովքեր կորցրել են հավատը այսօրվա քաղաքական համակարգի նկատմամբ և ձգտում են նորացման։ Քոչ եմ անում նրանց, ովքեր հրաժարվում են իրենց ձայնը տալ առկա կուսակցություններին և հուսահատորեն փնտրում են այլընտրանք։ Քոչ եմ անում նրանց, ովքեր չեն վախենում բարձրաձայնել Արցախ, Ցեղասպանություն, Արարատ և Արևմտյան Հայաստան։ Քոչ եմ անում նրանց, ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը, սակայն այսօր հիասթափված են արդյունքից։ Քոչ եմ անում բոլոր հայերին Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, ովքեր ջնջված են իրենց հայրենիքում թաքնված կամ գաղթած, միավորվել ու վերակառուցել մեր ազգը։ Քոչ եմ անում Դավիթ բեկի, Շահամիր Շահամիրյանին, Նալբանդյանի, Ռաֆի, Ռիմյան Հայրիկի, Սերոպի, Գևորգ Շավուշի, Սողոմոն Տերիրյանի, Հավեդիկ Իսահակյանի, Արամի, Տրոյի, Անդրանիկի, Նժդեի, Սեմոն Վրացյանի, Նիկոլ Աղբարյանի, Արա Սաքսյանի, Լուսիկ Ագուլեցիի, Մոնտե Մելքոնյանի, Լեոնիդ Ասկալդյանի, Հայրիկ Մուրադյանի և Գագիկ Գինոսյանի ժառանգներին։ Բարեկամներ, մեր ժողովրդի իրական տարանջատումը ազգայինի և ափազգայինի միջև է։ Այն նրանց միջև է, ովքեր պայքարում են Հայաստանի գոյության համար, ու նրանց միջև, ովքեր նպաստում են Հայաստանի անկմանը։ Ժամանակն է ընտրություն կատարելու։ Պատմությունը ցույց է տալիս, որ դիմադրելը ապարդյուն չէ։ Մենք ենք Հայաստանը, որը դիմադրում է, ապրում է և աղթելու է։ Մենք ազգարաչն ենք։ Մեր հիմնադրման պահից ի վեր հարյուրավոր ազգակիցներ արդեն միացել և աջակցել են մեզ։ Կանգնեք մեր կողքին, միացեք մեզ և տարածեք մեր ձայնը այնքան, որքան կարող եք։ Կհանդիպենք շուտով։